Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը Գավառի բժշկական կենտրոնում մասնակցում է ծնունդով նոր բայազետցի, բժիշկ, ռազմական և քաղաքացիական առողջապահության կազմակերպիչ, ԽՍՀՄ առողջապահության նախարարի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու, բժշկական ծառայության գեներալ լեյտենանտ, սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր Ավետիք Իգնատի Բուրնազյանի հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը։ Դասավորյալ պայծառացում Սուրբ Սքվաճակողման դասում։ Հուշատախտակի բացման արարողությունը մեկնարկում է Գավառի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Նշան Քահանա Սարգսյանի և Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի աղոթակցությամբ։ Բացման հանդիսավոր արարողությունը կատարում են Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմոնյանն ու Ավետիք Բուրնազյանի ազգակից Վարդան Բուրնազյանը։ Միջոցառմանը ներկա են Բուրնազյանի ազգականներ, հանրապետության բժշկական հաստատությունների, մարզային ու համայնքային իշխանությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ և բուժաշխատողներ։ Մեծանուն բժշկին, հասարակական ու քաղաքական գործչին մեծարելը, ներկա ու ապագա սերունդներին նրա վաստակը ներկայացնելը Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի և Գավառի բժշկական կենտրոնի համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառման գլխավոր նպատակն էր։ Գրադարանը հիշողության և գիտելիքի պահապանն է։ Գրադարանավարի առաքելությունն է պահպանել և հանրությանը փոխանցել այն մարդկանց կյանքի ու գործունեության պատմությունը, ովքեր իրենց աշխատանքով և նվիրումով իրենց ուրույն տեղն ունեն մարդկության պատմության մեջ։ Հատկանշան տան է, որ այս նախաձեռնությունն իրականացվեց բուժաշխատողի օրվան ընդառաջ, որպես հարգանքի և երախտագիտության տուրք բոլոր բուժաշխատողներին, ովքեր իրենց գիտելիքն ու նվիրումը ծառայեցնում են մարդու առողջության պահպանման վեհ առաքելությանը։ Մենք պարտավոր ենք մեր սերնդին փոխանցել այս մարդկանց կատարած գործերը, պարտավոր մենք բոլորս մեր ուսուցիչների, սերունդների կատարած գործը, քայլը փոխանցենք մեր հաջորդ սերունդներին, որպեսզի ոգևորությամբ նմանվեն այս տեսակ մարդկանց։ Միջոցառման ընթացքում ցուցադրվող ֆիլմի միջոցով ներկայացվում է Ավետիք Բուրնազյանի կենսագրությունն ու հասարակական, քաղաքական, ռազմական ու գիտական գործունեությունը։ Այս ամենը լրացնում են նաև առանձին ելույթները։ Տեսնելով օրինակի համար Ավետիք Բուրնազյանի անցած ճանապարհը եւ ուղին, ցանկացած Գավառի երիտասարդ կարա պատկերացնի, որ կարող է ստեղից իր աշխատանքի եւ ցկտման շնորհիվ հասնի այնպիսի բարձունքների, ոնց որ հասել է օրինակ Ավետիք Բուրնազյանը։ Ավետիք Բուրնազյանի մասին կարելի է անվերջ խոսել եւ նշվեց նրա բարձր մարդկային որակը եւ ուզում եմ ասել, որ այս ֆիլմի մեջ ավելի քան արտացոլված էր Ավետիք Բուրնազյանի բարձր մարդկային որակը, որի մասին հենց վկայում էր այն փաստը, որ ատոմային դարաշրջանում նրա մտքով անցավ պաշտպանել բնակչությունը։ Այսինքն այն դարաշրջանում, երբ որ պատերազմների մեջ մարդկանց ամենակիչը երևի մարդկային կյանքն էր հետաքրքրում, Ավետիք Բուրնազյանը որոշեց, որ պիտի զբաղվի բժիշկների, զինվորների և ընդհանրապես ազգաբնակչության պաշտպանությամբ։ Միջոցառումն ամփոփվում է պարգևատրումներով Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի կողմից առողջապահության, բնակչության բուժօգնության և բուժսպասարկման բնագավառում ունեցած ձեռքբերումների ու վաստակի համար շնորհակալագրերի են արժանանում բժշկական կենտրոնի աշխատակիցներ ու առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ։ Դրանք հանձնում է Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։ Հուշատախտակը կարևոր առաքելություն է, հատկապես հիվանդանոցի բուժարուների և հիվանդանոց այցելողների համար։ Շատերը այստեղ կայցելեն և պատի կտեսնեն և կփորձեն ծանոթանալ մեր ամանի հայրենակցի կյանքին և գործունեության և այդպես տարածման հնարավորությունը, ինչի համար շնորհակալ ենք և մարզային գրադարանին և Գավառի բժշկական կենտրոնի տնօրինությանը։ Բժշկական կենտրոնի երկարամյա բուժաշխատողներին էլ պարգևատրում է տնօրեն Գարիկ Սողոմոնյանը, կարևորելով նրանց փորձը որպես բուժհաստատության զարգացման հիմք։ Միջոցառման պաշտոնական ելույթներին զուգահեռ հնչում են նաև համայնքի երիտասարդ երգիչների և աղախմբի կատարումները։ Ալբարտ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։